այսօրվա դատական նիստի հետ կապված լսեմ ձեզ, հետո Բարի, կարծում եմ արդեն օրինաչափություն է դարձել ու շատ վատ օրինաչափություն է դարձել մեր այստեղ գտնվելը։ Ես կուզեի արդեն չանդրադառնանք այդ հունիսյան դեպքին, հայտնի հայտարարությանը Պարոն Կարապետյանի ընդամենը 1 րոպե անգամ չտևող հարցազրույցին, որտեղ մարդը շատ մեղմ դիրքորոշում է արտահայտում շատ կոպիտ իրադարձությունների վերաբերյալ ու դրա արդյունքում մարդը այս ապօրինի հակաիրավական գործողությունների արդյունքում անազատության մեջ է արդեն շուրջ 5 ամիս տևող ժամանակահատվածում։ Հիմա ես ուզում եմ անպայման լրատվամիջոցներին ներկայացնեմ վերջին Վճռաբեկ դատարանի հայտնի միջադեպը։ Ինչ իրավիճակ ունենք։ Վճռաբեկ դատարանը Սամվել Կարապետյանի գործով պետք է որոշում կայացներ։ Որոշումը նոյեմբերի 13-ին հրապարակվում է։ Շուրջ 100 էջանոց որոշում է։ Դա նորմալ է, որովհետև նախադեպային պրակտիկան Վճռաբեկ դատարանի այդպիսին է, հաստափոր որոշումներ են լինում։ Հիմա վիճակագրություն եմ ներկայացնում։ Նոյեմբերի 13 ունենում ենք Վճռաբեկ դատարանի որոշում։ Վճռաբեկ դատարանի որոշումը նույն օրը ուղարկվում է դատախազություն։ Դատախազությունը ընդունում է որոշումը։ Դատախազությունը նույն օրը Քննչական կոմիտե է ուղարկում որոշումը։ Քննչական կոմիտեն նույն օրը ընդունում է որոշումը։ Քննչական կոմիտեն նույն օրը մակագրում է որոշումը Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարին։ Քննչական խմբի ղեկավարը նույն օրը հասցնում է այդ 100 էջանոց որոշմանը ծանոթանալ, Վճռաբեկ դատարանի փաստական դիրքորոշումներին ծանոթանալ։ Քննչական մարմնի ղեկավարը նույն օրը դրա հիման վրա կազմում է որոշում։ Միջնորդություն է ներկայացնում դատարան։ Նույն օրը հերիք չի միջնորդությունը ներկայացնում, նույն օրը բերում է եւ մուտք անում դատարան մեր խցանումների պայմաններում, քննչական մարմնից հակակոռուպցիոն դատարան։ Սա ես անվանում եմ ֆարսաժային արդարադատություն։ Սամվել Կարապետյանի, ասեմ ավելին, ոչ միայն մեր երկրում նման նախադեպ չենք ունեցել, ամբողջ աշխարհում նման նախադեպ չկա։ Դա ֆորմուլա 1-ի արագությամբ արդարադատություն, ասում այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան զավեշտալի չլիներ։ Սամվել Կարապետյանի գործով եւս մեկ ռեկորդային ցուցանիշ ենք գրանցում։ Ինչ եմ ես իմ համար հատկապես ինչու է այսքան զավեշտ։ Այն մարդը, ով մեր դատաիրավական պրակտիկային ծանոթ է, ով գիտի այս գործընթացները, ինչքան ժամանակատար են։ Օրինակ, մի հատ տարական ամենապրիմիտիվ գործով մինչև դատական քննությունը ընթանում տարիներ են տևում մարդկանց մոտ։ Մենք ընդհանրապես մեր դատարանների ծանրաբեռնվածությունը դատական իշխանության լրջագույն խնդիրներից է։ Մեկ օրում այդքան գործընթաց կազմակերպելը ես թողում եմ հետևությունները ձեզ, այդ ոնց է ստացվել, որ կարողացել են այդ ամենը կազմակերպել։ Եվս մեկ փաստական հանգամանք է, որ այս գործընթացը ծայրաստիճան քաղաքականացված է, որ այս գործընթացը ծայրաստիճան հետևողականորեն վերահսկվում է եւ որ այս գործընթացում թե դատական իշխանությանը, թե իրավապահ մարմիններին թույլ չեն տալիս իրականացնելու օրենքի տառին ոգուն համապատասխան աշխատանք։ Եվ կարծում եմ, տես մարդ չկա մեր երկրում, անկախ իր քաղաքական հայացքներից, եթե ինքը անգամ իշխանության համակիր է, իրանց բոլորիս համար հասկանալի է, որ Սամվել Կարապետյանը ապօրինի անազատության մեջ է, որովհետև կան վախեր, որովհետև Սամվել Կարապետյանը կանգնել է մեր եկեղեցուն ի աջակցություն, ես ասում եմ, անգամ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ եկեղեցին կարմիր գիծ է։ Վերջին Սուրբ Պատարագի իմիտացիաները իրենց սակավաքանակությամբ ցույց են տալիս, որ անգամ իշխանության ներկայացուցիչների, համակիրների համար կա անանցանելի գիծ, որովհետև մարդիկ Աստվածավախ են, կան ինչ-որ երևույթներ, որոնց հետ կապված մարդիկ ունեն այդ մտավախությունը, որ չեն կարողանալու պատասխան տալի վերջո իրանց գործողությունների համար։ Հիմա ես համոզմունք ունեմ, որ այս դեպքում պարոն Կարապետյանը ոչ միայն որպես մեծանուն բարերար, այլ որպես հայ արժանապատիվ մարդ չէր կարող լուր մնալ։ Ու ասում եմ ավելին, եթե ինչ-որ գործողություն արված լիներ, նույն Սամվել Կարապետյանի դեպքում, սրբազան հայրերի դեպքում, այս դեպքում շատ կոռելացիան համադրելիությունը մեծ է Միքայել Սրբազանի գործով, որովհետև Միքայել Սրբազանն էլ կոնկրետ հայտարարությունների հետ կապված է, անազատության մեջ գտնվում։ Տեսեք, երբ որ մարդը ինչ որ հայտարարություն է անում,
կոչ, օրինակ որակում են դա մեր իշխանությունները հրապարակային կոչ, հա, բռնության, ու գտնում են, որ այդտեղ հանցավոր տարեր կար։ Օրինակ մեր ձևով կմիջամտնենք բառակապակցության մեջ։ Այստեղ մեր ձևով կմասնակցենք, ուղեցիք ինձ։ Տեսեք, պետք է քրեական օրենսգրքի մի փոքր տեսական ակնարկ անեմ, երբ որպեսզի դա հանցավոր արարք համարվի, պետք է լինի օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտիվ կողմ, այսինքն մարդը այդ խոսքերին ուղղված ինչ որ գործողություններ պետք է հասցնի անել։ Իսկ Սամվել Կարապետյանի քեյսով հաջորդ այդ ֆարսաժային արագությունը կանում էր նրանում, որ մարդը տալիս է հարցազրույցի հետքերով գործադիր իշխանության ղեկավարը կատարում է գրառման հետքերով իրավապահ մարմինները գնում են մարդուն բերման ենթարկելու, շրջափակում են տունը, տենց դիմակավորված հարձակում են գործում, կարծես տենց մեծագույն ահաբեկ չէին հայտնաբերել, ու մեր երկրում դա էլ է դարձել նորմալ օրինաչափություն, հա, եթե մարդը ունի ընդդիմադիր քաղաքական հայացքներ, մարդու նկատմամբ, օրինակ վերջի թարմ դեպքը, հա, երկու տղաների իմնեմնի ոդքասթի, ազգային անվտանգության ծառայությունը գնաց բնակարաններ խուզարկություններ կատարեց, մարդկանց բռնի կերպով, հա, տենց բերման ենթարկեցին։ Հիմա այս դեպքը, եթե կհիշեք Սամվել Կարապետյանի տան դիմացի իրադարձությունները, ողջ իրավապահ համակարգը իր ողջ շքությամբ եւ շքերթով լրակազմված Սամվել Կարապետյանի տունն էր շրջափակել։ Դա նորմալ չէ իրավական եւ ժողովրդավար երկրներում։ Դրանով է պայմանավորված, որ մեր երկրում զուգահեռաբար հանցավորության սրընթաց աճ է ու հանցագործության բոլոր տեսակների բնագավառում։ Մեր երկրում սպանությունների թիվն է աճել։ Մեր երկրում թմրանյութերի շրջանառությունը հարյուրավոր տոկոսային հարաբերակցությամբ է աճել։ Մեր երկրում բնակարանային գողություններն են աճել ու կարևորագույն խնդիրն է դրանք չեն էլ բացահայտվում ու չեն կանխարգելվում։ Միգուցե այդ ռետորական հարցը գալիս է կրկին։ Ունենք այսպիսի իրավիճակ, որովհետև մեր երկրում ամբողջ իրավապահ համակարգի ներուժը քաղաքական ուղղությամբ են ուղղորդվում, որովհետև քաղաքական իշխանությունը միջամտում է մեր երկրում արդարադատությանը, որովհետև մեր երկրում երկակի ստանդարտներ են գործում, այս իրավիճակում բնականաբար այս ծայրաստիճան հակաիրավական, հակաժողովրդավարական մթնոլորտն է ստեղծում ու ասեմ իմ համար որպես մասնագետ սա նաև մասնագիտական արժանապատվության խնդիր է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում թե դատական իշխանությունը, թե իրավական համակարգը, թե իրավունքի գերակայությունը որպես ժողովրդավար երկրի կարևորագույն սկզբունք շատ երկար ճանապարհ են անցել։ Այդ իրավունքի զարգացումը մարդիկ քարը քարի վրա դնելով, փոքրիկ քայլելով զարգացրել, կայացրել են։ Ու չի կարող մի իշխանությունը, մի քաղաքական ուժը գալ ու այսպիսի սրընթաց կերպով, այսպես բացահայտ, ակնհայտ ու կոպտորեն մի ամբողջ պետության կայացած համակարգ խաթարել։ Տիկին Մելոյան, այսօր զրկվեց լիցենզիայից, դուք նույնպես ներկա եք հանձնաժողովի նիստերին, ինչ կասեք ձեզ համար դա կանխատեսելի է։ Այս հեծի հետ կապված բավականին ասելիք ունեմ, ու այո, պատահական չէ, որ ներկայի նիստերին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ես այս հարցը եւս, հա, տեսեք, մեր երկրում այնքան շատ են իրադարձությունները, որ դրանցից կարևորագույնները անգամ չենք է հասցնում լուսաբանել ու մարդկանց մատուցել։ Հիմա հեծ ՀՑԿՀ փոխհարաբերակցություն եւ իհարկե այս ամեն ինչը Սամվել Կարապետյանի ապօրինի անազատության հետ համադրություն։ Ինչ տեղի ունեցավ, հա, երբ Սամվել Կարապետյանը ապօրինաբար ազատազրկվեց, Նիկոլ Փաշինյանը գործադիր իշխանության ղեկավարը բարձր ամբիոնից ազգային ժողովում հայտարարեց, որ ՀԵՑ-ը հայ էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը պետք է սեփականաշնորհվի, ազգայնացվի, այսպես ասված։ Մեր տեսեք, սեփականության իրավունքը մեր երկրում եւս, ինչպես ամբողջ աշխարհում, բացարձակ չէ, բայց սեփականության իրավունքը սահմանադրորեն ամրագրված ու երաշխավորված իրավունք է եւ չի կարող կամայականորեն քաղաքական իշխանության որևէ ներկայացուցիչի կողմից սահմանափակվել։ Հիմա այս իրավիճակում կար երկու դեպք, երբ սահմանադրությունը նախատեսում էր, թե ինչպես կարող է սեփականության իրավունքին միջամտություն լինել։ Այդ երկու դեպքերն էլ այստեղ ակնհայտորեն առկա չեն, այսինքն կոնկրետ քաղաքական միտումով սկսվեց այս գործընթացը։ Հիմա ես ներկայացնեմ ինչ տեղի ունեցավ, հա։ Ես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հատուկ գրանցվել էի, որպեսզի ներկա լինեմ այդ քննարկումներին, որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ,
որպեսզի հասկանամ, հա, իրավական ինչպիսի գործընթաց են անելու, որովհետև կարծում եմ բոլորիս համար էլ ակնհայտ ու սպասելի էր այն արդյունքը, որը տեսանք, հա, այսօր պաշտոնապես դադարեցվեց հեծի լիցենզիան ու ըստ էության այդ գործընթացը, այսինքն չակերտավոր ասենք, ամփոփում են, բայց այս հարցը դեռ շատ ջուր է տանելու, շատ ջուր է տանելու ու այդ հետևանքները մենք հարկատուներս ենք մեր վրա կրելու, որովհետև միջազգային բոլոր ակցիաները գրանցելու են այս գործընթացի ծայրաստիճան հակաիրավական լինելը։ Հիմա ինչ տեղի ունեցավ, հեծը հայտարարվեց ազգային ժողովի ամբիոնից ազգայնացնում են։ Երկրորդ, մի շաբաթ անց բերում է նախագիծ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի եւ էներգետիկայի մասին օրենքներում փոփոխություն կատարելու։ Այս օրենքները արագացված ընթացակարգով ընդունում են, անգամ առաջին ու երկրորդ ընթերցումները 24 ժամ էլ չի տևում։ Հիմա սա եւս խախտում է նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջները, մեր միջազգային պարտավորվածությունները, որովհետեւ օրենքները հատկապես այսպիսի հանրային նշանակություն ունեցող պետք է անցնեն շահագրգիռ մարմինների կողմից քննության, պետք է հանրային քննարկման ներկայացվեն։ Ասեմ ավելին ինչա տեղի ունենում։ Այս հեծի վերաբերյալ այդ երկու նախագծերին, որը մատնանշեցի, կառավարությունը իդեմ արդարադատության ըստ էության բացասական եզրակացություն է տալիս։ Արկա է 9 կետանոց բավականին ծավալուն եզրակացություն, թե ինչ լրջագույն խնդիրներ են արկա այս նախագծերում։ Անգամ առանց այդ խնդիրները, առարկությունները հաշվի առնելու, այսպես սրընթաց կերպով նախագիծը ընդունվում է եւ նշանակվում է կառավարության պաշտոնակատարը։ Երկրորդ, սա ներկայացրեցի օրենքի ընդունման հակաիրավականությունը։ Երկրորդը միջազգային արբիտրաժային Ստոկհոլմյան դատարան։ Ներկայացում է հայցի ապահովում Սամվել Կարապետյանի պաշտպանության կողմից եւ արբիտրաժային դատարանը բավարարում է այն, որոշում է կայացնում, որ կառավարությունը առայն որ կառավարությունը պարտավոր է հեծի նկատմամբ այս ողջ գործընթացը դադարեցնել։ Այս որոշումը անտեսվում է, իրավական հարցերով ներկայացուցիչը կառավարության աշխատանքից ազատվում է, որովհետև տալիս է այնպիսի մեկնաբանություն, որ այո, այս որոշումը տեղին է եւ պետք է կյանքի կոչվի։ Դրանից հետո Սահմանադրական դատարան դիմում են ներկայացնում ընդդիմադիր պատգամավորների կողմից այս օրենքների սահմանադրականության հարցը քննարկելու նպատակով։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ բարույթ է ընդունվում, այսինքն Սահմանադրական դատարանը եւս գտնում է, որ այստեղ կան բավարար հիմքեր Սահմանադրական դատարանի քննության առարկա են դարձնելու համար։ Սահմանադրական դատարանն ընդունում է բարույթ եւ արդեն նշանակված է Սահմանադրական դատարանում այս հարցերի սահմանադրականության քննության օրը։ Ինչու եմ ես այս ամբողջ շղթան ներկայացնում, որովհետև այսքան արդեն իսկ արկա իրավական խութերի պայմաններում դադարեցնել ինքնավար մարմնի կողմից այս կազմակերպության լիցենզիան առնվազն արկածախնդրություն է, որովհետև արդեն երբ պետք է դու ունես իրավիճակ քո երկրում եւ դու ինքնավար մարմին ես, որի հիմնական առաքելությունը հենց հանրային ծառայությունները համակարգելն է, որի գործունեության հիմնական սկզբունքը անկախությունն է, այլ ոչ թե իշխանության հետ համագործակցությունը, դու առաջին շահագրգիռը պետք է լինես այնպես կազմակերպել գործընթացները, որպեսզի հետագայում քո որոշումները թիրախ չհանդիսանան։ Ասեմ ավելին, երբ մենք լսում ենք այս հանրային ծառայությունները կարգավորող մարմնի հանձնաժողովի նիստը, որը 3 օր տևեց, նիստում տեսեք ինչ էր քննարկվում, հա, այս մարմինը ներկայացրել էր 171 էջանոց եզրակացություն, այս 171 էջանոց եզրակացությունը ներկայացվել էր ընդամենը 3 օր առաջ, ամենավերջին ժամկետային օրը։ Դրանով իրանք խախտել են պատշաճ ծանուցման սահմանադրական սկզբունքը, որովհետև պատշաճ ծանուցումը ենթադրում է այնպիսի ողջամիտ ժամանակահատվածի տրամադրում, որ կողմը հասցնի պատրաստված լինելու, նյութերին ծանոթանալու եւ իր իրավունքները իրացնելու։ Հələ սա էլ մի կողմ անցնենք, հա, կողմը պատկերացնենք հասցրել էր պատշաճ ծանուցվել։ Հանրային ծառայությունների հանձնաժողովի աշխատակիցը, երբ ներկայացնում էր այդ 171 կանոնը, ես դա լսելով ավելի շատ իմ մոտ հարցեր ու խնդիրներ ծագում են ոչ թե հեծի նկատմամբ, այլ հենց այդ հանձնաժողովի նկատմամբ, որովհետև ինքը բարձրացնում էր խնդիրներ, որոնց նկատմամբ վերահսկողությունը ինքը պետք է իրականացներ։ Այսինքն դա զեկույց է այս կառույցի թերացումների վերաբերյալ։
Մի խոսքով ընդհանրացնելով ասեմ, որ բնականաբար այս process-ն էլ ծայրաստիճան հակաիրավական է, ես բավականին փաստարկումներ կարծում եմ բերեցինք, դեռ այս process-ի հետ կապված ես համոզված եմ, որ Սամվել Կարապետյանի եւ Տաշիր կապիտալի ներկայացուցիչները իրավական գործընթացները շարունակելու են եւ միջազգային այցյաններ են հասցնելու, ես համոզված եմ, որ իրենց դիմումները բավարարվելու են, որովհետեւ գիտեմ մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավագիրառ պրակտիկան, ծանոթ եմ արբիտրաժային դատարանի իրավագիրառ պրակտիկայի երկու ստեյք էլ ամբողջովին իրենց տրամաբանությամբ բավարարվելու են դիմող կողմի միջնորդությունները, որովհետև մեր կառավարության գործողությունները ակնհայտ հակաիրավական տարրեր են պարունակում եւ շատ մտահոգիչ է, որ այս ռազմավարական օբյեկտը, որը յուրաքանչյուրիս կյանքին է առնչվում, տեսեք, այստեղ կանգնած յուրաքանչյուր մարդ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր բնակիչ առնչելիություն ունի էլեկտրաէներգիային, բոլորիս համար դրա հետագա ճակատագիրը, դրա բնականon գործունեությունը ուղղակի առնչելիություն ունի, ել չասեմ նաև սակագնային պլանի հետ կապված առկա խնդրին, որ նաև հնարավոր էր սակագնի իջեցման ապահովումը, սա արդեն ուրիշ պատմություն է, մի խոսքով բնականաբար հերթական բավականին մտահոգիչ ու լրջագույն օրակարգ մնալու հարցերից մեկն է սա։ Մի ճշտող հարց տեխնիկական կարճ թե հնարավոր է 5 ամիս է, 5 ամսից ավելի է կալանքի տակ է գտնվում Սամվել Կարապետյանը, մի քանի անգամ երկարաձգվել է կալանքի շնորհիվ բավարարվել։ Որքան է չափ կա ինչ-որ սահման կա, արդեն կարծում եմ բոլորս խճճվել ենք այդ Սամվել Կարապետյանի հետ կապված միջնորդություններով կալանքի, որովհետև ներկայացվում է, հետո անցնում են այցյաններ, բավարարվում են, հետո մերժվում է, հետո մեկը չի երկարաձգում, նորից միջնորդություն է ներկայացվում, նոր փաստեր են բերում, անդադ դրվագային համալրվում է, այնքան մի հատ sense, պատկերացեք, միայն քննչական խումբը 53 քննիչից է կազմված, ասեմ ավելին, համաշխարհային մասշտաբի, օրինակ ինչ ասեմ, Արքայադուստերձի Աննայի քննությունը մոտ, եթե չեմ սխալվում, 10 քննիչից է բաղկացած եղել։ Այդքան ներուժ են ներդրել այս գործի վրա, ավելացրել են առաջի օրը, երբ մենք գտնվում էինք Մասիվի դատարանում առաջի կալանքի քննությանը, այս ամենը ես կանխատեսել եմ, բայց հեսա փողերի լվացման դրվագներ կավելացնեմ, որովհետև արդեն այդ քաղաքական նպատակաուղղվածությամբ ընտրովի արդարադատությունը նաև կանխատեսելի արդարադատության է վերածվել։ Տիկին Մելոյան նաև խնդրեմ շատ կարճ այդ միացնի ընտրությունների հետ կապված դուք նաև դատումներ եք անցկացրել, ինչ կարող եք արձանագրել։ Տեսեք, ես կցանկանայի հիմա դատանի բակում այդ հարցին ավելի մանրամասն չանդրադառնայի, կհրավիրեմ անպայման ամփոփիչ ասուլիս, որպես կհրավիրեմ ամփոփիչ ասուլիս, ընդհանուր դիտարկումներս հետևյալներն են, բնականաբար բավականին քանակապես շատ խախտումներ ենք արձանագրել, դրանց վերաբերյալ վերջնական գնահատական տալու համար ըստ տեղամասերի հիմա տեսակավորում ենք, տեսնենք արդյոք ինչ որ տեղամասի վրա կարող են էական ազդեցություն ունենային, եթե հետևել եք մեր կազմակերպությունը պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը 3 on-line տալիս էր առաջին ձեռքից արդյունքները, ըստ էության 99.9%-ով ճշգրիտ համապատասխանեց ԿՀ-ի արդյունքներին, հիմա սա ընդգծեմ նաև, որ սրանք նախնական արդյունքներն են, հնարավոր է ըստ տեսակների ընտրախախտումների, ինչ որ տեղամասային կենտրոններում ԿՀ-ն որոշում կայացնի վերահաշվարկի կամ վերաքվեարկության, որը կարող է պատկեր փոխել։ Այնպես որ վերջնական ամփոփ կներկայացնենք խախտումների քանակը եւ տեսակը, բայց այնպիսի իրավիճակ չի եղել, որ ասեմ առաջին հայացքից, քանակական առումով կարողանար էական ազդեցություն ունենալ նախնական արդյունքների վրա։ Շնորհակալություն։ Նմանապես։